հետաքրքիր է ուրեմն ասեմ, թե ինչի համար է ստեղծվել հանձնաժողովը։ Հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարի 20-ին։ Ուրեմն 20 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած վնասները։ Առաջին, երկրորդ, արձանագրված անհաջողությունների քաղաքական եւ ռազմական պատճառները եւ դրանց նպաստող պայմանները։ Երրորդ, պաշտպանության ոլորտի ղեկավարման եւ կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը։ Չորրորդ, զինվորական ղեկավար մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունների ընդունած որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը եւ համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին։ 5. Ռազմական գործողությունների ընթացքում եւ դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն։ 6. Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստվածության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն։ 7. Բանակցային գործընթացը 44-օրյա պատերազմի ավարտը։ Սա ուզում եմ հիմնավորել, որ ըստ էության հանձնաժողովի աշխատանքները պետք է պատասխան տային այս բարձրացված հարցերին։ Եվս մեկ իրավական խնդիր։ Ուրեմն երկու անգամ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին եւ 23 թվականի մայիսի 3-ին հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարացվել է 6 ամսով։ Տեսեք, 23 թվականին հանձնաժողովի լիազորությունները երկարացվել է եւ 23 թվականի ըստ էության նոյեմբերին պետք է որ հանձնաժողովի աշխատանքները համարվեր ավարտվել, սակայն հանձնաժողովի աշխատանքներին անդրադարձել են, եթե հիշում եք, 25 թվականի սեպտեմբերին։ Հիմա հարց. Երկուսից մեկն է, կամ այդ հանձնաժողովի աշխատանքները շարունակվել են մինչև 25 թվականը, կամ եթե 23 թվականի վերջացել են, պետք է զեկույցը 23 թվականի հրապարակել։ Ցանկացած դեպքում պետք է պատասխան տա, թե ինչի 23 թվականի սեպտեմբերին կամ նոյեմբերին հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվել, կամ եթե այն տեղափոխվել է 25 թվական, ապա ինչ հիմքով եւ ինչ հիմքով է այդ տեղափոխվել առաջին բաժին։ Սա հարցերի պատասխանը, որ պետք է տա ազգային ժողովը։